Բարի երեկո, ոնց եք միած ծափերով հասկանանք ոնց է տրամադրությունը, Բարի երեկո, առաջինակում, բարի երեկո բոլորին, հարց ունեմ դալիճի բոլոր ներկաներին, ովքեր են սիրում ինչ-որ մարդկանց հետ զանգերով խոսել, ծափերով։ Իսկ ովքեր են սիրում գրվելով խոսալ ծափերով։ Ժողովուրդ, մեսենջերները շատ են շատացել, համաձայն եք, չէ, որ շատ են մեր առօրյայում, շատ, ամեն տեղ, WhatsApp, Telegram, Facebook, Instagram, Viber-ով են ջրաչափի կնիկը, որ գրում անհարմար պահերի, դաժե TikTok-ում արդեն չատ կա, սենց ասեմ, TikTok-ում շատ չատ կա, բայց այսօր դրա մասին չի, ինչքան մարդու ճանաչում ենք բոլորի հետ, բոլոր մեսենջերներով շփվում ենք, բոլորի հետ, բոլոր տեղերով, հիմա օնլայն շփումը հասել է գագաթնակետին, շատացել է ու մեսենջերների պատճառով շփման էտիկետը վերացել է լուրջ, շփումը անշնորհք է դառել էլի մի տեսակ, ով երբ ուզում, որտեղով ուզում, զանգում, գրում, վիդեո քոլ անում, voice ուղարկում, շնորհք չկա էլ, շնորհք Ժամը կապ չունի, երբ ուզում իրան նամակ են ուղարկում, առաջ ես հիշում եմ, երբ որ տան միակ կապի միջոցը տան հեռախոսն էր, կարելի էր զանգել մինչև իրիկունը ժամը 10-ը։ 10-ից հետո եթե մարդ էր զանգում, ուրեմն մարդ է մեռ է։ Ինչ չէ՞ որ գիշերը ու ժամին տան զանգը գալիս էր, որ մի քիչ բարձր էր լսում ու ժամին զնգ լարվածություն էր մտնում տունը, չէ՞։ Սաղ անհանգստանում էին, տատին տեղից ելնում էր, ձեռն խմեր ծանգներին, ասում էր, «Էս անգամ ով է»։ Որտե 10-ից հետո ոչ մեկի չէր զանգում հարցներով ինչ կա, բա ինչ է սահնում ախպեր։ Իսկ հիմա շնորհք չկա, ժողովուրդ, ընդհանրապես, ով երբ ուզում նամակ է ուղարկում, երբ ուզում ինչ ուզում ամ, գիշերը 3:30 ընկերդ քեզ վիդեո է ուղարկում, որտեղ երկու հատ հնդիկ ցեխաջրերի մեջ դրած գերանների վրով, փուչիկ տրաքսներով վազում են, հաղթողին է ձեթ են տալի արա։ Տեսել եք, չէ՞ այդ վիդեոները։ Արա խի է էտի գիշերի 3:30 որոշ է ինձ ուղարկի։ Անեմ որ այնքան ցեխոտ վիդեոն նայելուց ես բութը ցեխոտվում է, ես թեթև։ Ու դու մտածում ես, սրա ինչ անես, սրա չպատասխանես կնեղանա, որոշում ես մի հատ խնդալու սմայլիկ իրան 3:30 ուղարկես։ Ու դե դու սխալվում ես։ Արա Լուիսի արագությամբ սկսում է քեզ ռիլեր ուղարկել։ Արզականցյանի վիդեոն։ Մյուսը AI-ով շուն ասեն սպարում պրոստը։ Վիդեո որտեղ Ժիրինովսկին ապագա է գուշակում։ Բասեին սարքողների վիդեո։ Մի հատ խախտում արած շոֆեր, որ պարեկին է դայաղվե։ Եկից խախտում ես բանար է։ Մի րոպեում 20 հատ ռիլ արա ուղարկում։ Ասում ես ոնց կարաս դու մի րոպեում այսքանը նայես արա։ Մենակ այն պարեկինը 8 րոպե է տևում արա։ Պարզա չէ որ դաժե ինքը չի նայ այդ վիդեոները։ Այսպես մտնում է նայում իր ուղարկած վիդեոները, որին ես խնդալու սմայլիկ եմ դրել, ասում եմ, էսի լավն է, կարելի է նայել։ Ինքը Instagram-ում ալգորիթմ է աշխատում։ Տեսեք, գիշերը 3-ին, որպեսզի հասկանաք խնդալու ռիլ ուղարկել է դա ինչ է, ինչքան աննորմալություն է։ Դա պարկաստեղից չեն ջոգում ինչ անշնորհք բան է։ Դա գիտեք ինչ ձև բան է, ոնց որ գիշերը ժամը 3-ին մեկի տան դռան զանգը տամ, ասես բաց են դուռը, ասեմ, ախպեր պատկացա։ Ասի Աղեր պատկացա հարսանիք հա, մի հատ աֆիցիանտ է տորթով գալիս է քիթ բերնի վրա գնում է մեջ ախպեր։ Մարդիկ կան է, որ իրենց նամակ գրելու ձևը ազդում է, տենց նամակ գրողների տեսակներ կան է, այդ գրողներին ես անվանել եմ պուլիմյոտ, այդ գիտեք ովքերն են, որ քեզ նամակով բան պետք է ասի, բայց բառերը քեզ ուղարկում առանձին, հատ, Գիտեք, չէ իրանց, որ բառար են գրում նամակը, Ան որ գժվում ես, ներվայնանում ես, արա ուզում ես իրան առանձին վեկալես գրես լսի, կամ միանգամից ինձ գրի, կամ էլ իձի նա խ ու էլ մի գրի ինձ արա։ Ու կա սրա հակառակ տեսակը, են որ շատ դանդաղ գրում։ Տենց մարդիկ կան, չէ՞, որ սենց գրում են բարև, գրում ես իրան բարև, մեկը գրում է շատ երկար, վերևը ուշադիր, արո թայփինգ։
Արա գրում, մի քանի րոպե գրում, հետո պաուզա մի պա դառնում օնլայն։ Ասում ես հեսա կգա մեկը էլի գնաց, գրում, ասում ես արա իսկ ինչքան է գրում ես ինձ, արա, այսքան երկար ի՞նչ է գրում, կարող արա հետևից վատ բան եմ խոսացել, լացված է իմ հանդեպ, արա, ասեն գրուզիկների մեջ ինքը հələ գրում, ասենք ժողովուրդ այսքան երկար գրելը մի դեպքում կարա նորմալ լինի, եթե գրողը լինի, հոպ, Մովսես Խորենացի թայփինգ, եմ որ ասես մարդը հայոց պատմությունն է գրում, դժվար արա գրել այդ մարդը։ Արա երկար մի խոսքով գրում, վերջում գալիս է երկար սպասված նամակը, ուշադրություն, հոպ։ Ոնց է սա։ Արա վախում ես գրես լավ, բա դու, որտեվ գրես մի երկու օր է պատասխանելու է։ Այս ինչ ֆունկցիա է էլի էսի, որ տենում ես, որ ինքը գրում է, օպուշ ֆունկցիա է, գրում է, ջանդամի թե չի գրում է, գրի կտենա, ասեք, որ անիմաստ ներվա մցնում եսի, որ տենում եք, որ ես պրոստը գծա թայփինգ դու լարվում ես, ինքը զուքանում պրոստը նստած, 10 րոպե ոնց ես բարի ցանա պրոստը մանգալի, ես մեր տունը լարվում եմ արա։ Ու կա նամակ գրողների մյուս տեսակը, են որ մենք գրող տղա չենք ախպեր, մենք մենակ voice ենք ուղարկում ախպեր, այսքան։ Արա ընկեր ունեմ ժողովուրդ անկեղծ, ուրեմն երկար voice է ուղարկում, հետո մյուս voice-ն է ուղարկում, ասում է Ազիզ ես անցածի մեջ քֆուր կա, մենակով կլսես։ Արա ես դեպի պիտի սկզբում ուղարկես, արա։ Արա սենց անհարմար տեղ սենց քֆուրների շարանը լսում եմ, հետո վերջում ասում է ախպեր ընդ քֆուր կար։ Яра գիտեմ, արա։ Ես է գիտեմ, սուպերմարկետի կասայում աշխատող աղջիկն է գիտի, հերթի մեջ զարմացած տատին է գիտի, արա։ Սա գիտեմ։ Այդի voice ուղարկողներն են, բայց կան նաև voice լսողների տեսակներ։ Են որ հետ էվոլյուցիա են ապրում։ Զգացել եք, որ voice լսելու դիրք կա։ Են որ sense կա նորմալ կանացեն voice-ը գալիս է, sense առանձնանում է։ Հետ կապի կա դառնում։ Չես ջոգում voice-ը լսում, թե ծովի խխունջի ձենցը։ Ու մարդիկ կան, չեն, որ ինչ voice ուղարկում ես, ինչ կարևորության voice ուզում ա լինի, ինքը անգամ երկուսով ա լսում։ Լսել եք, չէ՞, տես լսողն է, որ Սոնային voice եմ ուղարկում, շատ կարևոր։ Ասում եմ կյանքս լսի, ուրեմն շատ կարևոր նկարանման եմ վաղը, ուրեմն սև շալվարը, սպիտակ մայկես, մեկ էլ պիջակս կհարթուկես, մեկ էլ անպայման մտի կոմպիս մեջ մի հատ Word-ի ֆայլ կա, վերնագիրը գրած է գրիկ նոր ստենդափ, պետք է ուղարկես մեյլիս, ու մեկ էլ ներքևի խանութում իջի մի հատ մազերի ժելե առեն ամենաուժեղ ֆիքսող էլի, բայց հիմա արքանի չի փակվել, որտեվ առավոտը շատ շուտ է պետք գալու, խնդրում եմ կյանքս անպայման էսի կանես, ապրես շատ ու անջատում եմ։ Այս voice-ը ուղարկում եմ իրան, ինքը անգամ երկուսը միացնում է, ու սենց մի հատ բան է լսում։ Այդամր գալիս եմ տուն, ներում եմ ոչ իման չի արե։ Ասում եմ կյանքս խիչ ես, ասում եմ ոնց դու ինձ բան ես ասե։ Ինձ թվաց դու երգում էիր։ Ձեզ եմ խորհուրդ տալիս, ովքեր անգամ երկուսով են լսում, իրանց պետքա պատժել, պետքա դանդաղ ուղարկել նամակը։ Սոնային սենց եմ ուղարկում։ Կյանքս վաղը շատ կարևոր նկարահանման եմ։ Արա ինչ, ուզում անգամ 7-ով լսի։ Մեկը նորմալ լսվելու է։ Ժողովուրդ, կան դալիճում ամուսնացած մարդիկ, ծափերով հասկանանք։ Իսկ էլում կիննա, որ սենց իրար կող գիշերը պարկացեք, քեզ ռիլեր է ուղարկում։ Արա Սոնայի կողքը գիշերը պարկացեմ, ռիլեր է ինձ ուղարկում։ Կողքը տեմ ցույց տու։ Ես նկատեմ ժողովուրդ, որ աղջիկները օնլայն շփման մեջ շատ են էմոջի օգտագործում։ Ովքեր են էմոջիներ օգտագործում։ Ծափար ենք աղջիկներ։ Մենք տղեկը չէ։ Աղջիկները շատ կարևոր է էմոջիները, շատ։ Տեսեք, իրական սկրինշոթեր է։ Սոնան ինձ սկրինշոթ է գրում, նայեք։ Ուզում եմ այսօր գնանք կինո նայենք։ Ես պատասխանում եմ Սոնային։ Լավ։ Սոնայի պատասխանը։ Ինչի տես չոր։ Արա բայց անկեղծ վաբշե չոր չեմ գրել, շատ սրտանց գրել եմ լավ։ Հա դրա չորը որն է, ասենք։ Չոր են գրել, որ ասեի վատը սաղ ինչ կինո, չէ՞։ Նորմալ գրել եմ լավ, ու մտածում ասում եմ, ինչ է իմ լավ պատասխան, իրան տես գժվցել։ Ու հետո հասկացա, որտեվ էմոջի չկար։ Մի քանի օր հետո Սոնան ինձ գրեց ուշադիր,
Այսօր արի իրար հետ հաց ուտենք, իմ պատասխանը լավ սրտիկ։ Պատասխանը ապրես կյանքս։ Ու ես հասկացած թե աղջիկի հետ գրվելուց կարևոր չի ինչ ես գրում։ Կարևորը կողքը էմոջի դնես լուրջ, ինքն դեմի հավայի տառերին չի նայում։ Ինքը էմոջին է նայում ու գնաս, մետնայեք։ Սոնային համակը կյանքս այսօր կարող է գնանք մերոնց տուն իմ պատասխանը։ Դե ինչքան կարելի է ձեր այդ սենցը պատասխանել եմ, ինչքան կարելի է ձերոց տուն գնալ, տես լավ չի կարող է տեղափոխվենք ձերոց տուն։ Վերջում խնդալու էմոջի պատասխանը։ Լավ կողնակ տանը սերալ կնայինք։ Ու այսքանից հետո ուզում եք տենակ լոխի պատասխանը, ուշադիր, լավ մյուսը, իխի տենց չոր։ Աղջիկները ասում են էմոցիոնալ են, պետք է փոխվի, էմոջիոնալ են դառը իրենք շատ։ Արա անկեղծ մեկ դեպքեր լինում, տղեկը էտի զգացած կլինեն, ոչ որ աղջիկը հետ ես խոսում։ Ինչպես ասած ծիծաղացող էմոջի է ուղարկում, կողքից Բադրջանի էմոջի է ուղարկում։ Ասում եմ վայ կներես այդ Բադրջանը մատս կպավ։ Ջոկ մեկ չես ինչ կալիբրի սուտ է։ Մատս Բադրջանին կվարը։ Արա Բադրջանը որ միամիտ ուղարկես, պետք է քո favorite էմոջիների մեջ լինի, էլի որ հաճախ ես ուղարկում, էլի։ Հետո տեսել եք, չէ՞ Բադրջանի իսկական տեղը էմոջիների մոտ։ Որտե է։ Իսկական սուպերմարկետի պես է։ Բադրջանի տեղն է սուպերմարկետը։ Սաղ բաժինները պետք է անցնես, որ հասնես Բադրջանին։ Այն դրոշները, ճանապարհային նշանները, կենթանիները, տարբեր գույների անիմաստ սրտիկները, այն խառը ընտանիքների կոնֆիգուրացիաները, երեխա մամա, պապա, պապա, տատի, պապի, մամա, պապա, ընձուղ, 4 պապիներ իրար հետ։ Տարօրինակ ընտանիքները սաղ պետք է անցնես, որ պատահական մատդ կպնի Բադրջանին։ Չես կարծես պատական այդքան մատդ կպնի միամիտ Բադրջանը ուղարկես էլի։ Բարձա չէ որ Բադրջանը favorite-ներում է։ Ու իրանց ընկերուների չաթի դες գլխավոր էմոջին է էլի այդպես։ Թիվ 1 բլուդն է այդ էլի։ Որ բարձա չեն չի համարն օգտագործում այդ Բադրջանի էմոջին։ Դժվար ընկերուներով չաթում քննարկեն Իման Բայալդին ոնց են սարքում էլի։ Աղջիկներ ամենայն հարգանքով ձեր չաթերի հանդեպ, արը ես որպես տղա, բոլոր տղեկի անունից, ովքեր այն տղեկի անունից, ովքեր օրվա մեջ գոնե մի քանի անգամ տենում են, որ վաբշե Բադրջանի նման չի, անկեղծ։ Անկեղծ, հիմա մարդիկ կրենք ասեք, գերիկ ջան, դե քո մոտ, բայց չէ, դե գոշի մոտ էլ է տենց, նման չի, օնոյի մոտ է տենց չի, տիկոյի մոտ է, այ մկոյի մոտ տենց էր, նման էր Բադրջանին, այն է մարդը 2 ամիսա բոժումա օրոլոգի մոտը պդում էր, էտի։ Կան էմոջիներ ժողովուրդ, որ էլ իրական կյանքում իրանց նշանակությունով կյանքում չեն օգտագործվելու։ Ուշադրություն։ Այս Բադրջանը ու դեղցը ու վիշնյան, արա քաքի մեջ են կներեք։ Արա սրանք էլ կյանքում որպես Բադրջան, դեղց ու վիշնել չեն օգտագործվելու, չեն ընկալվելու։ Արա դեղց արդեն պաճխովի դեղց չէ, պաճխովի ուրիշ բան է։ Արա տեսնում ես նեկտարին է, որ ասես նայում ես, չէ՞ նեկտարին է։ Արա ինքը արդեն էլոս արած դեղց ես պատկերացնում։ Որ մեր ուղեղներում արդեն տենց է լուրջ։ Ես վերջերս գնացել էի թանգարան, անկեղծ։ Ուրեմն այս նատյուրմորտներ ուշադրություն, նայեք։ Որսես լարվել եմ արա թանգարան։ Ասում եմ, ո՞ւս ես նկարեն կողես թանգարանում, որս երեխա չի գալի այս թանգարան, ասենց։ Որտեղ իմ մտքում արդեն ասենք ուրիշ նշանակություն ունես, ասես նայում եմ, ասում եմ, որս խուժանական կինոյի սկրինշոթը խեն դրես տեղ, ասես։ Նայում եմ, արա կողքը այս նկարն է։ Արա вообще վեճս չի, շատ տոշնի է այսի, շատ։ Մի խոսքով, այսքանն է ստենդափը, շնորհակալություն ձեզ հետ գրիգն էր հատուկ առաջին ակումբի համար ծափարություններ ամենաթույն հանդիսատեսին, մերսի շատ, 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 շատ։